Չիլինգարյան հենց այս պահին այս ընթացքում ԱԱԾ-ն Արցախի ներկայացուցչությունում է խոզարություններ են անում, փաստաբան Ռոման Երիցյանը խոսում է մասին, որ ինչ-որ գաղտնի փաստաթուղթ են փնտրում, բայց իրականում ինչ թուղթ բացում են, մեջը զոհվածների ցուցակ է, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Եվ նաև մի քանի թեմաներ եք առանձնացրել, որոնց հետ կապված ձեր խոսքը կփոխանցեք։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Չնայած սիրտել չկա ոչ հրավիրելու, ոչ հրավիրվելու, ոչ խոսալու, բայց օրեցօր սենց վատ նորություններ ենք լսում ու մի քիչ արդեն չենք կարող կողմնորոշվենք, թե ինչ կարելի անել, ոնց մտածել, ինչ ասենք, ում ասենք, ում դիմենք, խի դիմենք, որ դիմենք ով կընդունի, չգիտենք ես ինչ վիճակ է։ Այո, ես էլ մի քիչ առաջ լսեցի, որ մտել են Արցախի ներկայացություն, ես այդտեղ առանձնապես ծանոթներ չունեմ, մի անգամ երկու անգամ սենց գործով գնացել եմ իմ մեքենայի հետ կապված, որ իմ մեքենայով եղել եմ պատերազմական մինչև դեկտեմբերի 1-ը պատերազմական իրավիճակում Արցախում, թուղթ է պետք ելել, մարդիկ իրանց իրավասության սահմաններում տեսել եմ նորմալ մարդիկ են այնտեղ, այսինքն ես այնտեղ ինչ-որ մի բան չեմ նկատել, բայց այդ թուղթ են քթել, այդ պլան են քթել, այդ քերակին են քթել, չգիտեմ ինչ են քթել, լրիվ էլ նույն բանի վրա գնացող, նույն ուղղության գնացող, ինչ որ խոսակցություններ է, որ իհարկե շատ տհաճ է, բայց դե կա այն ինչ կա, մենք ականատեսն ենք լինում նրա, այն ինչ կա, այո, նորից եմ ասում, շատ վատ է, թուղթը գտնելու են, ինչ է, չէ, թուղթը միտս դժվար է, որ պլանը ոնց գտան, իրանք դնում են, իրանք վերցնում իրանք իմացած տեղը, դե ասում եմ, իրանք դնում են, իրանք վերցնում են, նույնը թուղթը իրանք դնելու են, իրանք վերցնելու են, դա հազար տարվոց եկած ինչ-որ մեխանիզմ է, որը որ մարդկանց ժողովրդին ավելի ճիշտ մերկացնելու, ինչ-որ դատական հարցեր, մարցեր բանանելու հետ կապված, որպեսզի մարդկանց խեղճացնեն, այդպես բաներ արվելու է իհարկե։ Որիս էլ ուզեն, ինչ էլ ուզեն, որիս վրա ուզեն կդնեն, իրան ձեռը բռնող նով է, ում դիմենք, ինչ դիմենք, եթե միլիոնատերերը, միլիարդատերերը, եթե այսօր բռնվում են երկու նախադասության համար տանում են նստստում, մենք ով ենք, կամ Արցախի ներկայացությունը ով է, հա, հասկացանք, այդ մեր համար է մեծություն, իսկական հայի համար Արցախի ներկայացությունը դա կոչվում է Արցախ, դա կոչվում է արցախցիների նեցուկ լինելու ինչ-որ մի կենտրոն, դա մենք ենք այդպես ընդունում, մենք ենք այդպես զգում, նույնը զգում ենք եկեղեցին, որ արդեն բաժան են արել, այս ինչ են անում, այն մի հատ բան կար, Վրթանես կար, տեր Վրթանես, ես իմ ընկերները, նենց պաշտոնյա ընկերներ բան ունեմ, իմ խելքի պաշտոնյաններ են, որ ասենք հարուստներ չեն բան, դե մեկ որ տենում են մի հատ տեր Վրթանես, արա որ սրա ռոժին նայում էի, սենց չէի ուզում ասեմ, բայց զգում էի սրա մեջ մի բան կա, ու այդ մի բանը պայթեց ցավոք սրտի մեր ժողովրդի վրա, մեր վրա, իդեմս հայ ժողովրդի պայթեց, արա բադու Արցախի ներկայացուցիչ կոչվելու, էլ ինչ պետք է կորցնես, որ մանգաս թե ինչ ես գտնում, այսինքն դու ինչ պետք է գտնես ստեղ, դու եթե սուրբ մարդ ես, դու եթե սրբազան ես, այդ կներեք, այդ անունները չգիտեմ, մի սուրբ մարդ գիտեմ, մի տեր մարդ գիտեմ, իմ տիտղոսները չգիտեմ, բայց եթե դու սրբազան ես, այ բալամ, դու Արցախի առաջի հոգևորականն ես, դու որ թողում ես Արցախը, գնում ես չգիտես ինչ, դու ինչ ես մանգալի, որ գտնես, կարաս ինձ ասես, տեր Վրթանես են ասում, թե ուղղակի Վրթանես են ասում, չգիտեմ, ես ինչ բաներ ենք անում էլի, ես ուր ենք գնում, ես մի անգամ գրած, իմեջը կբացեք գրածա, ես ասել եմ, որ շնորհակալ եմ Նիկոլ Փաշյանին նրա համար, որ սև ու սպիտակը Հայաստանում ջոկվեց, որ տեսանք ով է թուրք, ով է հայ, ով է թրքաբիջ, ով է թրքածին,
ով է հայ մարդու, ասենք ժառան։ Հիմա այս նույնը եկեղեցական դաշտով էլ այնտեղ, որովհետև երկար ժամանակ ճիշտ ու սխալ մաքուր ու կեղտոտ չէր արվել, այո դրա համար էլ որպեսզի իսկական Հայաստանը, որ կստեղծվի, կծնվի այս արանքում, հաստատ դա կլինի, արդեն սև ու սպիտակ իսկական, այն ինչա, այն նախկին այն ինչ են, ֆոկուսնիկ են, քաղաքապետ էր, այն նրա ասած սև ու սպիտակը չէ էլի, իսկական սևն ու սպիտակը, որ ջոկնվեց, այն վաղտ արդեն Երևան սևերն էլ, հայերն էլ, թուրքերն էլ, սպիտակներն էլ, թրքածիններն էլ իսկականը կգա ջրի երես։ Ու նույնը այդ ասպեկտի մեջ նույնը կգա, ասենք, բանինը, եկեղեցական այդ ինչա կոչում, իրանց այդ կուտոկի մեջ են, սենց ասեմ, ներեղություն, բայց իրանց այդ կուտոկում ճիշտ ու սխալը կլինի։ Ես միշտ մի բան եմ ասում, յուրաքանչյուր աշխատատեղ, սկսած են փոքր խանութից, փոքր ձեռնարկությունից, միջև նախարարություններ, այսքան ստուգումներ ա լինում, այսքան լիքը հարյուրավոր բաներ ա լինում, բռնում են, դատում են, տանում են, այդքան կոնտրոլները վրեն, էլի սխալներ անում են։ Հիմա եկեղեցին տես արդու խոսքի ասենք 2000 քանի չգիտեմ այդ թվերը չգիտեմ ամեկը մի թիվ են ասում, այդ վաղտից գալիս ա մի հատ չեն ստուգել տենան, հա էլի կլի էլի, մի բան կլի, մի բան հաստատ կլի, բայց եկեղեցը էնել նորմալ եկեղեցականի մոտ ոչ կլինի քերականգանը, չգիտեմ սիրա հետել, ոչ էլ կլինի այդ ինչա կոչում, այդ թմրամիջոցներ, գրպաններում պահել, որտեվ դա, ես չգիտեմ, դա մարդիկ սովորական մարդիկ չէ, իսկական, այսինքն այն պիղծ մասան դա համարում է վտանգավոր, իսկ այս մարդկերանց մեջ դա չի կարա լինի, որովհետև ասենք մեր տեսակը ուրիշ բան է մտածում, մեր տեսակը ուրիշ բան կարա անի, ասենք կռվի, մարդասպանություն, չգիտեմ, դեզդեն, խուլիգանություն, ընդ չգիտեմ ինչ անել, բայց հաստատ դրանք չեն անի, դա ուրիշ տեսակի մարդը կանի, բայց ում էլ ուզեն դրա համար կբռնեն, էլի, թղթի համարել, նարկոտիկի համարել, քերակնգա համարել, այդ երեխա ունենալն ասեմ, խեդուն բանին էտով հետները գնացել են ընդեղ 8-10 հոգին, խի նրանց երեխա չունեին, ունեն, խի չունեն, ես ադաբրիատ եմ անում, որ ունեն, թողամեկը 10 հատ ունենան, լևի պրավի թողամեկը չգիտեմ ինչքան ուզում ա ունենան, Ռակասովսկին միտեղ կցած եթիմանոցից, որբանոցից վեկալած երեխա է, ինչ բատ վարշալ էր սովետական միության, կամ լիքը տենց բաներ կա, կամ անանուն մարդիկ կան լիքը, կամ այդ ազգային ժողովում էլ ընդեղ կան անանուն մարդիկ, ինչ գիտենք նրանց հերերն ով են, կարող է նրանց հերերն էլ հենց այդ բանեմ նստած այդ տերտերների մեկ երեխեներ կամ մի բաններ, ես ինչ ենք անում ժողովուրդ, ես ուր ենք գնում, տարին փակվում է, միացեք իրար հետ մի բան արեք, թե չէ ազգը կորցնում ենք, հիմա նայեք, այսօր լսում են Գերմանիայից, ստեից, ընդեից խոսքեր, խոսակցություններ, որ գալիս են ադրբեջանցիները գալիս են ընդ մի վաղ 300,000 հայ էին ասում չգիտեմ ներողություն Թուրքիային ասում պիտի բնակեցնեն դեսեին ասում դեն էին ասում որտեղ են բերում բնակեցնեն ում հետ են ուզում բնակեցնեն լա 15-20,000 զոհ ունենք չեմ ասում ինչքան անհետ կորած վիրավոր վախեցած անդամահատվածներ ունենք այդ մարդկերանց կզծնելու ենք թուրքերի դեմ ասենք գնացեք ոտերները պաչեցեք թե ինչ ենք անելու կամ ես ասենք կարիք դու կարիք ապրեք ենքան ուժեղ է կարիք բա մեր Բաքվի հայերը որ ապրել են Բաքվի այնտեղ Արմեն քենդ ա եղել Արմենի քենդ բան ա եղել բայց Սումգայիթում այդքան կոտորեցին բերին այդքան փախան Սումգայիթը բա մեր Գանձակի հայերը որ այնտեղ հայկական ամենամեծ եկեղեցիներից մեկն ա մեր եղել բայց մեր այդ Նախիջևանը բանը դրանցից ով ա խոսալու ով ա դրանցից խոսում ես դա չեմ կարողանում հասկանամ թե եթե այն ասում եք ասեցիք հասկացանք դե բա 750,000 հայ էլ տարեք Ադրբեջան բնակացրեք արա
Սաղ այդ մարդիկ եկել են անտուն անտեղ, չգիտեմ աշխարի որ ծերերում եմ միտեղ մեկը փայ հավակվում, մեկը հանցագործ ա դարել, մեկը մի բան ա դարել, մեկին սպանել են, մեկը սոված մեռել ա, հիմա այդ մարդիկը ոչ մեկը չկան, ոչ թե ոչ մեկը չկան, մի ահագին մասա չկա, բերել եք 300,000 հայ են ադրբեջանցի են հանել Հայաստանից բերում եք տեղը լրացնենք, կամ դա ինչ խոսույթ ա Նիկոլ Փաշինյան, ասում ես մենք պայմանավորվել ենք Ալիևի հետ, որ ես, այսինքն մենք հայերս, նու ձեր մասն էլի խոսքը, չարտահայտենք Արցախ խոսույթ, այսինքն հանում ենք Արցախ բառը, Արցախի հետ կապված յուրաքանչյուր խոսք խորատը հանում ենք, բայց դուք էլ խնդրում եմ էլի այդ արևմտյան Ադրբեջանը մի քիչ շատ չի էլի համահունչ Հայաստանին, մեր հազարամյա Հայաստանին, որ ասենք խոսքի այս 100 տարվա պետությունը գա կանգնի ասի արևմտյան Ադրբեջան, դուք էլ այդ մի ասեք, ձեր եք տալու միտում հարց եք լուծում։ Դա անելու բան, այդ ձեր ցավը տանեմ, խինի ուժելի կարելի է այսքան մեզ նսեմացնել, ախր մենք ուժեղ ազգ ենք, մենք լավ ազգ ենք, խնդրում եմ մեր հետ այտենց մի վարվեք ու հավատացեք մեզ իրարից չբաժանելու դեպքում լրիվ հայ ազգի հիմար լավ կլի, իսկ սենց կարող ամի 20-25%-ի համար մենակ լավ լի, էտի իմացեք ու ասենք պետ չեր, պարոն Փաշինյան, պետ չեր 24 թվին Կճոյանի են չգիտեմ են ահրելի բաները հանել, այդ ֆինանսական որ Կճոյան, Բենթլի, բան ինձ համար մեկ են, ինձ համար հայը, ով ուզում է Կճոյան չիլի, ով ուզում ալի, ինձ շատ հարազատ մարդու հարազատ աղբերա, բայց ու ճերեսն եմ տեսած անունն էլ չեմ ուզում լսեմ, բայց արելա, եղելա, ստեղծելա, համենայն դեպս հալալ ապրուստով դա չի եղել, արելա, թակավոր դարած, վարչապետ դարած ժամանակից Կճոյան, հիմա եկել եք 24 թվից Կճոյանի այդ բանը հանել եք, դու ասա, այդ կալանքը հանել եք, որ ինչ, այ բալա, ես կողմ չեմ որևէ մեկը նստի, բայց աղբեր, եթե հանում եք, մնացածին էլ հանեք այդ մարդկեր անձազատություն, եթե չէ իրանը խի եք հանում, կամ եթե իրանը խի եք հանում եք, են մնացածին է նշանակում են ով ինչ արել է, նրանն էլ օրինականացնում եք, ախր տեն չի աչկակապոցի չանենք, եկեք խնդրում եմ աչկակապոցի չանենք, լավից վատից հաց ենք ուտում, լավից վատից խելքրներս բանա կտրում, էդ էլ մենք էլ ենք հասկանում այդ որը որն է, ինչը, մի արեք էլի, մի արեք, տեղից էլ նեղված ենք, Կճոյան ասենք լավ, այդ Փաշինյանն իր համար թիմ հավաքելու համար մարդը արել է, հիմա կարող է ես էլ անեի, չգիտեմ, կանեի թե չէ, բայց կարող է ես էլ միտեղ շահա, մեծ շահա, շատ մեծ շահա, այդ շահի համար ես էլ անեի, բայց բալավ դու ոնց ես քո ժողովրդի աչքին նայելու, Արարատյան թեմ ես կոչում, ախիղճդ մեռնի եթե դու ունես, ոնց ես անելու, կարաս ասես, ոնց ես քո այդ ձերմեր պաչելը, չգիտեմ, այդ ձերը գլխին դնելը, բանը, չգիտեմ, հիմա ինչի գլխի ես դնելու, ում գլխին ես դնելու, չգիտեմ, ամոթ չի հասկացանք, ես կիսաթեիստ մարդ եմ, ես գնում եմ եկեղեցի, մի հատ մոմ եմ վառում, խաչ եմ անում, սիրուն դուրս եմ գալի, իմ Աստվածը վիրևա, բայց իմ եկեղեցական համակարգը ես ընդունում եմ, բա դու ոնց է, ինչի մար քու այդքան ունեցված 24 թվին, որ հանել են, քիչ եք հայտարարել, որ հանել են, քիչ եք հայտարարել, որ Կճոյանինը հանել ենք, եսա թիմ ենք հավաքում, մեկ էլ կաթողիկոսի հետևից ընկնենք, դե ասեիք էլի եթե մաքուր մարդիկ էի, լավ բաներ չեք անում, նայեք, ես էլ եմ մեռնելու գնամ, մի օր շուտ, մի օր ուշ, դուք էլ եք մեռնելու գնաք, բայց իմացած եղեք, որ մեր բոլորիս անցյալը, ես չկա մտե, ես ով եմ ինձ անցյալը, ձեր բոլորի անցյալը տողերով գրվում է, դուք երեխա եք ու երեխա ունեք, պատմությունը չիմանաք, թե ձեզ բան կանի, հաստատ են բարձր թարեքի վրա ձեզ չի դնի, ու շատ իր եղեք, զգուշ եղեք, որ
ձեր գերեզմանների վրա հերթ չկանգնեն։ Նայեք, տեսեք, ես թոշակառու մարդ եմ, 36,800 դրամ թոշակ եմ ստանում, ինձ 10,000 դրամ թոշակ ասեն կամ տան կամ չտան, ինչ եմ անելու այդ թոշակը։ Ճիշտ ասեմ, շատը մարդիկ ասում են, ես ինչ ասեմ, բայց ճիշտ ասեմ, բայց միլիարդներ ունեն իրանք, ենով են, մի հատ աղջիկ կա, չգիտեմ, պաշտոնի չես մա, մեծ բանա պետք է 10 տարի հետո 200,000-անոց տուն ունենամ։ Դուք հասկանում եք ինչ եք ասում։ 200,000 դրամը բան ենք անում, ոնց բիրիկ կարանք մեր տունը ունենանք 200,000 դրամ, նա չգիտես խի երեք, չգիտես ով աղել, մի օր նով աղել, այսօր ասում է 200,000 դոլարանոց տուն խի ես չպետք է ունենամ։ Մեր 10,000-ին եթե տվել եք, որոշել եք, խնդրում եմ մի կպեք, էդի ուրիշ փող է, էդի ձեր համար ձեր թույնի փողն է, էդի մեր համար ամենակ դեղի փող, որ տանք դեղ առնենք, ու դու յուրաքանչյուր թոշակավորված է հարցրու աս այ թոշակավորված, ամսեկան ինչքանի փող ես դեղ առնում, այդքանը հարցրու, ու նոր տես այդ 10,000 դրամը ինչ կանեն, կամ եթե դնում ես ճիշտ ես էկանոմիստ չեմ, բան չեմ հասկանում, բայց այդ ինչա, տան դեսուդենը չմուծեն, խի չմուծեն, խի նաղդով մուծեն օրինակ, խի այդ ինչա, որ էդ էլ դրանով մուծեն, մի խոսքով շատ կեղտոտ, շատ տհաճ բաներ եք ասում, այդ թեման տալիս եք ձեր այդ ներքին աշխատողներին, դրանք էլ սարքում են մի հատ թեմա ու մեզ մատուցում են, խնդրում եմ մեզ լավ բաներ մատուցեք, պետք չի տենց դրել եք մի հանգի հուպ եք տալի, վերջին հաշվով այս ազգը մենք ենք, դուք չեք, մենք ենք, իմ նմանն է, իմ տեսակն է, աշխատավորն է, չարչարվորն է, քաղաքականության մեջ գտնվող մարդկերանց ասենք, որ կեսը նորմալ են լեմ, հաստատ են մի կեսը մի քիչ սենց են լեմ, բայց ձեր մոտ է թիվը ուրիշ է, ձեր մոտ է թիվը ուրիշ է, դուք պատկերացնում եք կանգնի մինիստրեր, են ինչեր, չգիտեմ, կանգնում է լրագրողներին, դուք հլա ինձ մի հատ նայեք, եսը տենց վախեցող աղջիկ եմ, լդասելու բանար, դա ես ոնց եք ձեզ պահում այս ազգի մեջին, կամ են մի հատ գյուղապետա, քաղաքապետա են Դիլիջանի, թող գնալա տենա ընդ մսի բուտկա են դրել ընդեղ, որ Գուրգեն Տեր-Մովսյանի համար պլակատ եմ դրել կրվից առաջ, որ ընդեղ մի հատ ցայտաղբյուր դնեմ, մսի բուտկա դարա, չգիտեմ, ինքն ու գիգուշնոյնով են կոլխոզ են դրել են մսի բուտկա են դրել ընդ առտուր են անեմ, ու դա գալիս է այսօր Հայաստանի, ասենք, էլիտայի մեջ իրա խոսքն ասում, արա, հոպ, չգիտեմ դուք մեղք եք թե չէ, բայց մենք մեղք ենք, չգիտեմ, տաճա ժողովուրդ ջան,